Ողջույն բոլոր ֆուտբոլասերներին, քչերը գիտեն այս պատմության մասին, նույնիսկ Միլանի երկրպագուները կարող են չիմանալ այս պատմության մասին։ Միլանի միակ լեգենդը, որը չտրվեց ճնշմանը։ Մինչ իմանանք ում մասին է խոսքը, չես մոռանում լայքել և բաժանորդագրվել ալիքին, որպեսզի բաց չթողնես հետագայում այսպիսի հետաքրքիր պատմություններ։ Գնացինք նայելու։ Իտալիայում ձևավորվեց յուրահատուկ երկրպագուական մշակույթ՝ ուլտրաները։ Նրանք սովորական երկրպագուներ չէին, նրանք ղեկավարում էին տրիբունաները, որոշումը ում հերոսացնել, ում քննադատել։ Նրանց ձայնը երբեմն լսում էին անգամ ֆուտբոլիստներն ու մարզիչները։ Ժամանակի ընթացքում այս խմբերի մի մասը կապվեց մաֆիայի հետ, սկսեցին զբաղվել տոմսերի վաճառքով, բիզնեսով ու ճնշումներով։ Այս մթնոլորտում շատերը ընտրում էին ենթարկվել, որովհետև նրանց դեմ գնալը դժվար էր։ Բայց Միլանի պատմության մեջ կար մեկ մարդ, որ երբեք չհանձնվեց։ Նրա անունն է Պաոլո Մալդինի։ Մալդինին հավատում էր, որ ֆուտբոլիստը պատկանում է ողջ համայնքին, բոլոր երկրպագուներին, ոչ թե միայն մեկ խմբի քմահաճույքին։ Նա երբեք չգնաց հատուկ հանդիպումների ուլտրաների հետ, երբեք չփորձեց հաճոյանալ նրանց։ Նրա համար ամենակարևորը խաղադաշտն էր և Միլանի պատիվը։ Եվ հենց դրա համար էլ 2009 թվականին իր վերջին խաղում Սան Սիրոն կանգնած ծափահարում էր նրան, որպես անմահ լեգենդ, բայց ուլտրաների հատվածը նրան դիմավորեց սուլոսներով։ Այդ օրը պարզ դարձավ մի բան. նույնիսկ եթե մի խումբ փորձի նսեմացնել լեգենդին, պատմությունը երբեք չի մոռանում նրա մեծությունը։ Մալդինին մնաց հավատարիմ իր սկզբունքներին և դարձավ օրինակ, որ ֆուտբոլում ամեն ինչից բարձր է արժանապատվությունը։